Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ 93 տարեկան հասակում մահացել է համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ը։ Հիշեցնենք, որ համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքը Թբիլիսիի բժշկական կենտրոն էր տեղափոխվել առողջության հանկարծակի վատ թարացման պատճառով։ Նա մահացել է պատրիարքական գահ բարձրանալուց 49 տարի անց։ Իլիա II-ը Վրաստանի եկեղեցու առաջնորդ էր ընտրվել 1977 թվականին։ Վրաց ուղղափառ եկեղեցին մինչև նոր առաջնորդի ընտրությունը կղեկավարի պատրիարքական գահի տեղապահը միտրոպոլիտ Շիո Մուջիրին։ Վրաստանում համազգային սուգ է հայտարարվել։ Կառավարության որոշմամբ երկրի ամբողջ տարածքում վարչական շենքերի պետական դրոշները կիջեցվեն։ Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիոն դեպարտամենտը վերջին օրերին 78 օտարերկրացու է արտաքսել։ Այդ մասին ասված է Գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Ներքին գործերի նախարարության տվյալով Վրաստանից վտարվել են Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Բելարուսի, Գերմանիայի, Հնդկաստանի եւ մի շարք այլ երկրների քաղաքացիներ։ Նրանց արգելվել է մուտք գործել երկիր։ Վերջին շրջանում Վրաստանում ակտիվ պայքար է մղում անօրինական միգրանտների դեմ։ Երկրի խորհրդարանը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը, պարզեցնելով արտաքսման, ինչպես նաեւ միգրանտների խուզարկության ընթացակարգերը։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունն ամենամիս հայտնում է տասնյակ օտարերկրյա քաղաքացիների վտարման մասին։ Իսրայելը ղեկավարում է իրեն բոլորից առավել համարող ցանց եւ տարածաշրջանը քայլ առ քայլ ներքաշում է աղետի մեջ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Մենք բոլորս գիտենք, որ հարձակումները նախ Գազայի, ապա Եմենի եւ Լիբանանի, իսկ վերջերս Իրանի վրա միայն անվտանգության մտահոգություններով չեն պայմանավորված։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանն էլ հայտարարել է, որ Իսրայելը պետք է դադարեցնի իրանցի պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների սպանությունները։ Իսրայելի կողմից քաղաքական սպանությունները, մասնավորապես իրանցի պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների սպանություններն անօրինական են եւ խախտում են ավանդական ռազմական իրավունքի կանոնները։ Դա պետք է հնարավորինս շուտ դադարեցվի։ Ֆիդանը հավելել է, որ պատերազմը սկսել է տարածվել Լիբանան, իսկ Իրաքում իրավիճակն ավելի ու ավելի բարդանում է։ Նա նշել է, որ Անկարան շարունակական ջանքեր է գործադրում հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ։ Ֆիդանը հայտարարել է, որ կայցելի տարածաշրջանի երկրներ պատերազմին վերջ դնելու քայլերը քննարկելու համար։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ընդգծելով ռուս-թուրքական ռազմավարական էներգետիկ նախագծերի անխափան գործունեության համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը։ Անդրադարձ է եղել Ուկրաինայի կողմից կապույտ հոսք եւ թուրքական հոսք գազատարների ենթակառուցվածքները վնասելու շարունակական փորձերին։ Հատուկ ուշադրություն է դարձվել խողովակաշարերի համապարփակ անվտանգության ապահովման բացարձակ կարևորությանը։ Բացի այդ, զրուցակիցները մտքեր են փոխանակել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ընդգծվել է Ռուսաստանի հիմնարար դիրքորոշումն Իրանի դեմ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հարվածների հետևանքով առաջացած ճգնաժամի արագ լիցքաթափման եւ ոչ ուժային քաղաքական ու դիվանագիտական մեթոդներին ապավինելու անհրաժեշտությունը։ Նշվել է կարգավորմանը լիովին նպաստելու եւ ջանքերը համակարգելու Ռուսաստանի պատրաստակամությունը, այդ թվում Թուրքիայի հետ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար։ Վերահաստատվել է ամենաբարձր մակարդակներում կառուցողական եւ օգտակար երկկողմ շփումները շարունակելու հանձնառությունը։ Իրանը պաշտոնապես հաստատել է Լարիջանիի մահը։ Լուրը հայտնել է Իրանի պետական հեռուստաալիքը։ Զոհվել է նաև Լարիջանիի որդին, հայտնի գիտնական դոկտոր Մորտեզա Լարիջանին։ Հայտնի է դարձել, որ Լարիջանին իսրայելական ռազմական ինքնաթիռների թիրախն է դարձել իր աշխատավայրում, որդու, տեղակալներից մեկի եւ թիկնապահների խմբի հետ միասին։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաստատել էր, որ իսրայելական ուժերի հարվածի հետևանքով զոհվել են Ալի Լարիջանին եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Բասիջ ստորաբաժանման ուժերի հրամանատարներից մեկը։ Մենք սասանում ենք այդ ռեժիմը Իրանի ժողովրդին այն տապալելու հնարավորություն տալու հույսով։ Դա տեղի չի ունենա մեկ գիշերվա ընթացքում եւ հեշտ չի լինի, բայց եթե մենք համառենք, նրանց հնարավորություն կտանք իրենց ճակատագիրը վերցնել իրենց ձեռքը։ Նեթանյահուն տեղեկացրել է, որ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Պարսից ծոցում իրավիճակը։ Իսրայելի վարչապետը հայտարարել է, վճռական են հաղթելու եւ հասնելու իրենց նպատակներին։
Չգիտեմ թե ինչու ամերիկացիներն ու իսրայելցիները մինչև օրս չեն հասկացել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ, կայացած քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ինստիտուտներով։ Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, պատասխանելով Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության վերաբերյալ հարցին։ Արաղչին ընդգծել է, որ առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա։ Իհարկե մարդիկ ազդեցիկ են եւ յուրաքանչյուրն իր դերն ունի, մեկն ավելի լավ, մյուսը վատ, մեկն ավելի շատ, մյուսը քիչ, բայց կարևորն այն է, որ Իրանի քաղաքական համակարգը շատ ամուր կառույց է։ Մենք չենք ունեցել ավելի կարևոր մեկին, քան հենց առաջնորդը, եւ նույնիսկ նա սպանվեց։ Այդուհանդերձ համակարգը շարունակում է գործել եւ անմիջապես ապահովեց նրա փոխարինումը։ Եթե մեկ ուրիշներ սպանվի, նույնն է լինելու։ Եթե սպանվի արտաքին գործերի նախարարը, ապա ի վերջո այդ պաշտոնը մեկ ուրիշը կզբաղեցնի։ Միաժամանակ Արաղչին վերահաստատել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Մոջթաբա Խամենեին ողջ է եւ լիովին առողջ, միայն թեթև վնասվածքներ է ստացել փետրվարի 28-ին Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածի ժամանակ, որի հետևանքով զոհվել է նրա հայրը Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Սեյեդ Խամենեին։ Al Jazeera-ին տված հարցազրույցում Արաղչին նաեւ նշել է, որ Իրանը չի ընդլայնել պատերազմի մասշտաբները եւ չի հարվածել հարևան երկրների քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Մենք նախկինում զգուշացրել էինք մեր բարեկամներին եւ տարածաշրջանի երկրներին այս մասին մի շատ պարզ պատճառով։ Երբ Միացյալ Նահանգները հարձակվում է մեզ վրա, մեր զինված ուժերը, հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը չեն կարող ԱՄՆ տարածքին հասնել։ Հետևաբար մենք անխուսափելիորեն ստիպված ենք պատասխան հարված հասցնել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին եւ գրոհել ԱՄՆ ռազմական օբյեկտները։ Ցավոք, դրանք սփռված են ամբողջ տարածաշրջանով մեկ եւ դժբախտաբար գտնվում են մեր բարեկամ երկրների տարածքներում։ Միաժամանակ Արաղչին զարմանք է հայտնել, որ աշխարհը լռում է Իրանի բնակելի թաղամասերի, դպրոցների ու հիվանդանոցների վրա կատարվող հարձակումների մասին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Իսրայելի տարածքին զանգվածային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար Ալի Լարիջանիի սպանության։ Հաղորդվում է, որ Իրանը կասետային մարտագլխիկներով հրթիռներով է թիրախավորել Թել Ավիվը եւ Ռամադ Գանը որպես Լարիջանիի սպանության վրեժ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տվյալներով Թել Ավիվի կենտրոնում խոցվել է ավելի քան 100 թիրախ, ներառյալ ռազմական եւ ուժային օբյեկտներ։ Կորպուսում ընդգծել են, որ հրթիռները հաղթահարել են Իսրայելի հոբ համակարգը առանց որևէ խոչընդոտի։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գնահատականներով հարվածի հետևանքով սպանվել կամ վիրավորվել է հակառակորդի ավելի քան 230 զինծառայող, մինչդեռ Իսրայելը հաղորդում է 2 զոհի մասին։ Իսրայելում զոհերի ընդհանուր թիվը հասել է 14-ի։ Բացի Թել Ավիվից հարձակման են ենթարկվել օբյեկտներ Երուսաղեմում, Հայֆայի նավահանգստում, Բեեր Շևայում, Նեգև անապատում։ Անօդաչուներով թիրախավորվել է Իրաքում Միացյալ Նահանգների դեսպանատունը, որի հարևանությամբ հրդեհ է բռնկվել։ Իրանական արկ է ընկել նաև Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Ավստրալիայի ռազմաբազայում, որտեղ հրդեհ է բռնկվել։ Տուժածներ չկան։ ԱԹՍ-ներ են որսացել նաև Սաուդյան Արաբիայում եւ Քուվեյթում։ Իրանում պատերազմի 19 օրվա ընթացքում ավելի քան 1300 մարդ է զոհվել։ Միացյալ Նահանգների զինված ուժերը հայտնել են Հորմուզի նեղուցի երկայնքով բունկերներում գտնվող իրանական հրթիռային օբյեկտների հարվածելու մասին։ Իրանն ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը տեղեկացրել է, որ Բուշեր ատոմային էլեկտրակայանի տարածքում արկ է ընկել։ Վնասներ չեն արձանագրվել։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին կրկին առավելագույն զսպվածության կոչ է արել միջուկային աղետի վտանգը կանխելու համար։ Էմանուել Մակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը Հորմուզի նեղուցի բացման գործողություններին։ Մենք հակամարտության կողմ չենք, ուստի Ֆրանսիան երբեք չի մասնակցի Հորմուզի նեղուցի բացման գործողություններին ներկայիս համատեքստում։ Միևնույն ժամանակ նա հաստատել է, որ Ֆրանսիան առևտրային նավերի ուղեկցման գործողություններ է նախապատրաստում, որոնք կսկսվեն ռազմական գործողությունների դադարեցումից հետո։ Դոնալդ Թրամփը մեկնաբանելով եվրոպացի դաշնակիցների դիրքորոշումը ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ոչ մեկի կարիքը չունի, քանի որ ունի ամենաուժեղ բանակը։ Ցանկացած երկիր, որն իր տարածքը կառաջարկի Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին, Իրանի համար օրինական թիրախ կդառնա։ Իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ըստ միջազգային իրավունքի ոչ մի երկիր իրավունք չունի իր տարածքը եւ ռեսուրսները առաջարկել այլ պետություններին ագրեսիվ գործողությունների համար։ Իրանի պաշտպանական միջոցառումներն ուղղված են բացառապես ագրեսորների, ինչպես նաեւ Իրանի վրա հարձակվելու համար օգտագործվող բազաների եւ օբյեկտների դեմ, շեշտել է Արաղչին։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային իրավիճակ,
ժամանակը եւ երկկողմ հարաբերությունները։ Բայրամովն ընդգծել է Իրանի կողմից Նախիջևանի տարածքում անօթաչու թռչող սարքերի հարվածներից հետո հետաքննության ավարտի կարևորությունը, ինչպես եւ խոստացվել է։ Դիվանագետներն ընդգծել են ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական թիրախների վրա հարձակումներից խուսափելու, տարածաշրջանում ռազմական էսկալացիայի հնարավորինս արագ դադարեցման եւ առկա դժվարությունները դիվանագիտական միջոցներով լուծելու անհրաժեշտությունը։ Նախարարները նաեւ մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Մերձավոր Արևելքում պահպանվող լարվածությունը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ադրբեջանի նախագահը եւ Գերմանիայի կանցլերը։ Իլհամ Ալիևը եւ Ֆրիդրիխ Մերցը կարծիքներ են փոխանակել ստեղծված իրավիճակի եւ Հարավային Կովկասի վրա դրա հնարավոր ազդեցության շուրջ։ Մերցը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը եւ շեշտել դրա կարեւորությունը տարածաշրջանային կայունության համար։ Երկու ղեկավարները քննարկել են նաեւ երկկողմ հարաբերությունների հեռանկարները եւ Ադրբեջանի ու Եվրամիության հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները։ Ադրբեջանն Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբականակը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Իրանին ուղարկված 82 տոննա մարդասիրական օգնությունը ներառում է սննդամթերք, դեղամիջոցներ եւ բժշկական պարագաներ։ Այն Իրան է տեղափոխվում 5 բեռնատար մեքենայով։ Հաշվի առնելով, որ հումանիտար օգնությունն ուղարկվում է Նավրուզի տոնի նախաշեմին, օգնության մեջ ներառվել են նաեւ համապատասխան նվերներ, գրված է հաղորդագրության մեջ։ Մարոտ Հարվերդյան, Հարևաններ։